Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների տիրասներից ապրիլի 23-ին պարզվեց, որ փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ նախնական պայմանավորվածությամբ ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում անչափահասների, խոստանալով գումար։ Այս գործակն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները։ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդը իրենց տան բակում չափահասներին վճարել է 10,000-ական, իսկ անչափահասներին 5,000-ական դրամ եւ խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն։ Դեպքին առնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։ Ընտանիքի 4 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափաման միջոց կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, նրա մոր եւ քրոջ նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։ Նախաքննությունը շարունակվում է։ Մարտունու համայնքային ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Հետագա միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում դատարանի որոշմամբ ապրիլի 15-ին խուզարկություն կատարվեց Վաղաշեն գյուղի բնակիչ 28-ամյա տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվեց 1 կիլոգրամ կանեփանման չորացված մանրացված զանգված ու ավելի քան 800 գրամ կանեփի սերմ, նաև տարբեր դրամաչափի 11 փամփուշտ։ Ըստ տանտիրոջ փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորեղբորը, իսկ զանգվածը պատրաստել է անցած տարի իրենց հողամասում աճած կանեփի թփերից։ Նման մի տեղեկություն էլ ստացել էին Սևանի համայնքային ոստիկանները, ըստ որի Սևան քաղաքի Գործարանային փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդը տանն աճեցնում է կանեփ ու ապօրինի պահում մարիխուանա։ Ապրիլի 17-ին Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Զննության ընթացքում տանտերն իրավապահներին ներկայացրեց ընդհանուր մոտ 12 գրամ դեղնականաչավուն զանգված եւ մոտ 48 գրամ կանեփի սերմ։ Հիմնավորվեց նաև կանեփ աճեցնելու վարկածը։ Ննջասենյակում դրված պահարանը կահավորված էր հատուկ լուսավորությամբ, ջերմաչափով ու նկարահանող սարքով, որտեղ տանտերը տարաներում աճեցնում էր կանեփի 4 թուփ։ Հայտնաբերվեցին նաև էլեկտրական գշերք, փայլաթիթեղներ, թափանցիկ հեղուկով 6 տարա, 2 ներարկիչ։ Ըստ տանտիրոջ այս ամենը թմրամիջոց պատրաստելու, իսկ թմրանյութը անձամբ օգտագործելու համար էր։ Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։ Ապրիլի 20-ից 27-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3725 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 112 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 133 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 83 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 28, չամրակապած վարելու 328, առանց մանկական նստատեղի քարսիթի 40, վարելու ընթացքում ծխելու 388, վարելիս հեռախոսից օգտվելու 128, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 115 եւ 1350 այլ իրավախախտում, 80 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 84-ը տեխնիկական զննություն չանցած, 42-ը լուսարձակների անսարքությամբ, 29-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14528 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 233 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 254 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 373, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 84, չամրակապված վարելու 3519, առանց մանկական նստատեղի քարսիթի 343, վարելու ընթացքում ծխելու 522, վարելիս հեռախոսից օգտվելու 621, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 111, արագության գերազանցման 2342 եւ 4845 այլ իրավախախտում, 259 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի 688-ը տեխնիկական զննություն չանցած, 431-ը լուսարձակների անսարքությամբ, 159-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 9 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 39 անձ։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանավորված Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակի ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։
112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցներում։ Մեկ 1 զանգ, արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է և ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաև Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց և կազմակերպությունների միջոցով մի ստացեք և մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում և փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն և չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից, և արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։